Հայ կինը ուրել որ եղել է միշտ կարողացել է ազգապահպան առաքելության կրողը լինել։ Ուշադրությունն էկրանին։ Կազմակերպչի մեծ ընդունակությամբ, բարձր գիտելիքներով եւ անսահման հայրենասիրության ոգով օժտված այս հայուհին Ռիտա Բոյաջյանը 10 տարի շարունակ եղել է Բեյրութի Սուրբ Խաչ Հարբոյան բարձրագույն վարժարանի տնօրենուհին։ Նա ջանք ու երանգ չի խնայել օտարության մեջ մեծացող հայ մանուկներին եւ պատանիներին հայեցի կրթել, հայի ոգին ամրացնել եւ Մայր Հայաստանի հանդեպ սերը ամրացնել նրանց մեջ։ Այսօր նա Լոս Անջելեսի ամերիկյան կաթողիկե վարժարանի տնօրենուհին է եւ նույն ջանասիրությամբ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը։ Ռիտա Բոյաջյան։ Մեծ սիրով Տիկին Բոյաջյանին հրավիրում ենք ստանալու Տիգրան մեծ հուշամեդալը։ Արժանավադիվ սրբազան հայր, կերաշնոր, հայրեր, վադվարժան հյուրեր, այսօր ես իսկապես սկացված կսկամ և հբարդ կսկամ նաև այսպես աշխարի 4 անգյուններեն ժամանած մեծարքո մտավորականներու միջև գտնվելուց համար։ Գրթական մշակ ըլլալը ինձ համար ասպարեզմը չէ, այլ գոչում։ Դարիներ շարունակ վարել է ետք միջին արևելքի Լիբանանի մեջ հայկական վարժարաններու տնօրենությունը, դաստիարակելով ազգային շունչը եւ կրոնական շունչը, այսօր արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ կվարեմ օդար կաթողիկե վարժարանը եւ կդաստիարակեմ նաեւ գրթությունը ոչ թե միայն իբրև քրագանություն կամ իբրև գիտություն, այլ նաեւ իբրև քրիստոնեական գրոն եւ ինձի համար նաեւ հոն միակ հայս լալով նաեւ գսկամ թե ես տեսփանն եմ հայ ազգին ուր նաեւ կփոխանցեմ իմ ինքնությանս իմաստը հadouk շնորհակալություն մանանի համար որ այս տեսակ քեղեցիկ նախաձեռնություն ունեցած է եւ հագվակած է աշխարհի ամբողջ անգյուններեն այսպես մտավորականներ շնորհակալություն ձեր բոլորին միասնապար այստեղ գտնվելու համար Շնորհակալություն եւ Տիգրան մեծ հուշամեդալը